Հունիսի 22-ին մեր եկեղեցին նշեց կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը։ Վաղ առավոտից սկսվել էր մարդկանց հոսքը մայրաթոռ։ Ուխտավորների խմբեր էին ժամանում տարբեր թեմերից, նաև Սփյուռքից։ Հայոց հովվապետի օրհնությամբ բացառիկ հնարավորություն էր ստեղծվել անմիջապես Մայր տաճարի բակում հաղորդակցվելու մեր եկեղեցու նվիրական սրբություններին։ Մայրավանքի սրբազան պահոցներից դուրս էին բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Տիրոջ կենաց փայտի մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի եւ Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքները, Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների մասունքարանն ու Սկևրայի մասանց պահարանը։ Սրբազան մասունքարաններին հպվելու եւ զորություն ստանալու համար Մայր տաճարի բակում հերթ էր գոյացել դեռ վաղ առավոտից։ Բնականաբար այսօր մեր ժողովրդի ամբողջ հոգևոր ապրումներն ու զգացումները Սուրբ Էջմիածնի հետ է կապված եւ դրա հենց վկայությունը այսքան հոծ բազմությունն է, որ գալիս են եւ պատարագին մասնակցելու եւ Սուրբ Էջմիածնի խորհրդին հաղորդակից դառնալու եւ սրբազան մասունքներին երկրպագելու։ Որպես պարթևան նկարով այսօր հատուկ պիտի Սուրբ Սահակ Պարթևի նշանները համբուրեն եւ նաեւ մնացած բոլոր սրբերի նշանները առաջին հերթին այդ հոգևոր ցնծության համար եմ եկել։ Ամեն մի հայ գիտակցի, թե չգիտակցի, պիտի կարողանա անցնել այսօրվա ցնծությունը, որպես մայրաթորի տոն, Սուրբ Էջմիածնի տոն, եւ մեր այդ բոլոր այն հայրերի, որոնք արդեն 1700 տարուց ավել կարողացել են իրենց դավանաբանությունը պահել, տեսել են արաբական խալիֆատ, տեսել են օսմանյան կայսրություն, տեսել են սովետական միություն, տեսել են տարբեր կայսրություններ, Բյուզանդիայի ճնշումը, բայց դրանց միջով անցնելով կարողալ է շատ զարմանալի ձևով կարողացել են պահպանել իրենց եկեղեցու մաքրությունը։ Եվ այսօր շատ կարևոր է, որ մեր այսօրվա հոգևորականներն էլ Փառք Տիրոջ, որ իրանք այս քրիստոնյա հալած դարաշրջանում կարողանում են սրբությամբ պահպանել մեր եկեղեցու դավանաբանությունը, ամենակարևորը։ Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, միաբանական համագումարին մասնակցող միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ուխտավորներ։ Հայոց հոգևոր կենտրոնը լի էր հազարավոր հավատացյալներով։ Միածնայեջ Մայր տաճարում ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ, աղոթքներ հնչեցին Հայոց հոգևոր կենտրոնի պայծառության համար։ Պատարագիչը Տեր Հայկազուն arczepiskopos Նաջարյանն էր։ Սուրբ Էջմիածինը կառուցվել է ըստ Լուսավորչի տեսիլքի, այստեղ է իջել Աստծո միածին որդին, ոսկյա մուրճով հարվածել գետնին եւ մեր հավատի հորը ցույց տվել այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր Լուսեղեն տաճարը։ Բացառիկ օր է այսօր մեր կյանքում, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի կյանքում, որովհետեւ Էջմիածնի օրն է եւ այդ առիթով էլ դուրս են բերվել շատ մասունքներ, որոնք շատ հազվադեպ են դուրս բերվում եւ ես ինքս որպես այս հայ առաքելական եկեղեցու զավակ չէի կարող չգալ, չայցելել։ Երբ ես մտնում եմ տաճար եւ տեսնում եմ վերանորոգված այդ պատերը, ամենը բարեկարգված, տարածք այսքան գեղեցիկ, հրաշալի Վաղաշաբաթ քաղաքում, երբ որ ասում ենք Էջմիածին ենք ասում առաջինը, չենք ասում Վաղաշաբաթ, որովհետեւ կենտրոնը հենց Էջմիածինն է, ուղղակի մարդու հոգին փառավորվում է։ Այդ ամեն ինչը իր շնորհիվ Վեհափառ Հայրապետի, իր շնորհիվ տարիների տքնաջան աշխատանքի Սուրբ Էջմիածինը պիտի լինի ամեն հայի սրտում, հոգում, եւ սա ոչ թե պատեր են, եւ սա ոչ թե տարածք է, այլ սա մեր էությունն է։ Սա մեր էությունն է եւ պետք է կարեւորել, հասկանալ այստեղ ամեն մասունք, հենց այսօրվա իրադարձությունը, հա, որ Սուրբ մասունքները հանվել են ցուցադրության, սա եւս մի քայլ է եկեղեցու կողմից, որ մարդիկ գան դեպի եկեղեցի, որ մարդիկ հասկանան եկեղեցու կարևորությունը մեր նախ եւ առաջ պետականության կյանքում, դերը, հա, եկեղեցու նախ եւ առաջ պետականության եւ բացի այդ էլ
ամեն հայի համար, որովհետև մենք հիմա այս ամեն ինչից հետո շատ ունենք հոգևորի կարիքը։ Հայ ժողովուրդը սիրում է էջմիածինը, եթե նրա մաշկը քերես, էջմիածին դուրս կգա, գրել է Ավետիք Իսահակյանը։ Որտեղից է այս հարգանքը, այս երկրպագության հասնող սերը։ Նրանից, որ Սուրբ Էջմիածինը եղել է ոչ միայն ներշնչարան, այլ նաև հավատքի կենտրոն, կրթօջախ, հոգեձուլարան, սերունդների հոգեմտավոր կենտրոն եւ նույնիսկ հոգիների փրկության վայր։ Իսահակյանի հայտնի այս խոսքերի վկայությունը դեպի մայր տաճար հավատացյալների չդադարող հոսքն է։ Բոլորս, այսպես ասած, հոգևոր առումով սերում ենք նաև Մայրաթոր Սուրբ Եկեղեցուց, որտեղ նաև մեր վեհափառն է, մեր հոգևոր դասն է, մեր առաջնորդներն են։ Այդ իսկ պատճառով այս տոնի կապակցությամբ բոլոր ամայն հայությունը, իր առաքելական եկեղեցու զավակները հավաքվել են իրենց մոր շուրջը նշելու միասին այս հրաշք տոնը։ Այսօր այստեղ են գտնվում մեր եկեղեցու սրբությունները եւ հույս ունենք, որ կկարողանանք նաեւ մոտենալ երկրպագելու եւ ամենակարևորը ստանալու վեհափառ հայրապետի օրհնությունը։ Դա մեզ բոլորիս համար շատ կարևոր է։ Ինձ համար սա լրիվ այլ հոգևոր զարթոնքի ու հոգևոր բավարարվածություն ստանալու մի վայր է, որտեղ ես մեծ հաճույքով միշտ գալիս եմ եւ շատ եմ սիրում լինել այս ամեն անգամ գալուց տեսնել, թե ինչքան է փոփոխվում Մայրաթորը, ինչքան է վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ ոչ միայն օրհնությամբ, այլև շնորհիվ լրիվ վերափոխվել է Մայրաթորը։ Բոլորս էլ տեսնում ենք տարիների ընթացքում, թե ինչ մեծ փոփոխություններ տեղի ունեցել այստեղ եւ ինչքան է գեղեցկացել մեր հոգևոր կենտրոնը։ Եվ այստեղ իսկապես կարևոր չի գալիս ես առավոտյան պատարագի, թե ընդհանրապես ուղղակի երեկոյան ման ես գալիս, ժամանակ առ ժամանակ էլ վեհափառին կարող ես տեսնել, չգիտեմ, օրհնությունը ստանալ, մի քիչ շփվել, դա բոլորիս համար մեծ պատիվ ու հոգևոր զորություն է։ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով ավարտվեց Արարատյան շաբաթը, որը խորհրդանշում էր հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսության նկատմամբ։ Այս օրերին հավատացյալների երկրպագության համար Մայր տաճարի թանգարաններից ու գանձատնից դուրս բերվեցին սրբերի մասունքների եւ հոգեվորականների ու հավատացյալների ուղեկցությամբ տարվեցին եկեղեցիներ։ Հիշատակության բոլոր տոներին հայոց հովվապետն իր օրհնությունը բաշխեց հավատացյալներին։ Եվս խաղությանս Տեր աղաչես ու գնգալկեցո եւ ողորմյա օրհնություն եւ փառք Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ Պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանքի արարողություն։ Հավատացյալներն ու եկեղեցական դասը աղոթք բարձրացրին առ Աստված Մայրաթորի անսասանության ու պայծառության համար։ Օրնեսե եւ պահպանեսե եւ նախախնամյալ պահեսե։ Հայոց հովվապետը տոնի կապակցությամբ նաև իր հայրական օրհնությունն ու պատգամը հղեց համայն հայությանը։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն։ Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է։ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոք այս օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից եւ Սփյուռքի համայնքներից։ Հայրական սիրով ողջունում ենք ձեզ եւ բերում հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքները ամենքիդ։ Հավաքվել ենք Քրիստոսի էջքով նվիրագործված այս սրբավայրում վերանորոգելու սիրո ու նվիրումի մեր ուխտը առ Աստված ու հայրենին եւ առ Սուրբ Էջմիածինը, որը Տիրոջ նախախնամությամբ դարձավ մեր ազգի հոգևոր զարթոնքի զորությունը, մեր ինքնության դարբնոցը եւ նոր շունչ ու ավյուն հաղորդեց մեր ժողովրդին, մեր բազմադարյա պատմության ընթացքին։
Աստված մեզ ընդունեց իբրև ազգ սուրբ եւ ժողովուրդ սեփական եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի տեսիլքով ազգիս պարգևեց Սուրբ Էջմիածինը որպես փրկության տապան եւ մեր հավատքի անսասան վեմ ու հիմնասյուն ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք քան դրված այն հիմքը որ Հիսուս Քրիստոսինն է ասում է Պողոս Առաքյալը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Աստուծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է որ դրոշմված է ամեն հայի հոգում Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր էությունն ու ազգային դիմակիցն է մեր սիրտն ու հոգին է մեր անցյալն ու ներկան եւ մեր ապագան Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական մնացել մեր ժողովուրդը չկա Սուրբ Էջմիածին առանց հայության եւ չկա հայություն առանց Սուրբ Էջմիածնի ի վերաաչույն եւ Սրբո Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապյալ կան ճշմարտապես արձանագրում է Առաքել Դավրիժեցի պատմիչը Սուրբ Էջմիածինը անշեջ ու լուսավոր փարոս է մեր ժողովրդի փրկության ճանապարհին կաթողիկոսանից Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ հայրապետական առաջնորդություն եւ օրհնություն է բաշխվում համայն հայությանը Քրիստոսաէջ այս վայրում դարեր առաջ հայրապետական աթոռի վերահաստատումով ազգս հայոց համախմբվեց Հայաստանում եւ վերականգնեց իր անկախ պետականությունը եղել են ժամանակներ երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը եւ ենթարկեցնել իրենց շահերին այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում բայց հավատավոր մեր ժողովուրդը ունկնդիր տիրոջ խոսքին թե ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը եւ իսեր հայրենյաց իր համախմբվածությունը այսօր էլ նման տագնապալի օրեր են ապրում մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությանը պառակտելու ցավալի գործողությունները իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը մեր երկրի ներքին կայունությանը եւ ուղիղ հարված հայոց պետականությանը օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում արդարև ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի Սուրբ Էջմիածինը հավատարիմ հոգեփրկչական եւ ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը համախմբել համայն հայությանը արիությամբ դիմագրավելու
ազգային ու հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։ Սիրելիներ, որդիական հավատարմության զգացումներով այսօր դուք որպես ուխտավոր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եք օրհնություն ստանալու տոնի առիթով դուրս բերված տերունական Սուրբ Խաչի մասունքից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջից, Սուրբ Գեղարդից եւ երկրպագության համար ձեզ մատուցված սրբություններից։ Այս սրբությունների հրաշագործ զորությամբ մեր բարդ ու վտանգաշատ ժամանակներում փորձությունների մեջ մխիթարություն պիտի գտնենք ու ժառնենք նեղությունները դիմագրավելու, բարոր կյանք ու լուսավոր ապագա կերտելու։ Սուրբ Էջմիածնի տոնի այս նվիրական օրը առաքյալի խոսքով պատգամում ենք ձեզ, հաստատուն մնացեք հավատքի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի, հավատարիմ մնացեք Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածնին, ձեր ինքնությանը, հաստատակամությամբ պաշտպանեք մեր պատմությունն ու սրբազան մեր արժեքները, մեր հավատքը, սրբությունները եւ նախանձախնդիր եղեք ազգաշեն ու հայրենօգուտ բարի գործերի մեջ։ Ապրեք համերաշխությամբ, միմյանց հանդեպ հոգատարությամբ եւ միշտ ընթացեք աստվածահաճո ուղիներով։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի սերն առ Աստված եւ նվիրում առ հայրենին ամուր հիմք ու երաշխիք են մեր համընդհանուր իղձերի ու տեսիլքների իրականացման, մեր խաղաղ ու անվտանգ կյանքի։ Այս հոգենորոք օրը հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ձեզ եւ մեր բոլոր զավակներին, ովքեր մշտապես, ինչպես եւ եկեղեցու դեմ իրականացվող դատապարտելի արշավի այս օրերին իրենց անսակարգ սերն ու աջակցությունն են ցուցաբերում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ Հայաստանի այց առաքելական մեր Սուրբ եկեղեցուն։ Միասնական աղոթքով հայցենք հավատքի մեր հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Սուրբ Տրթատ Թագավորի բարեխոսությունը, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուր ժողովուրդը, միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնի ճառագող աստվածապարգև հավատով ու հույսով։ Աղոթենք Արցախի մեր քույրերի ու եղբայրների համար, զորակից լինելով նրանց նեղությունների ու դժվարությունների հաղթահարման գործում։ Աղոթենք Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զավակների ազատ արձակման, ինչպես նաև մեր երկրում հանիրավի կալանավորված մեծանուն բարերար Տիար Սամվել Կարապետյանի ազատության համար։ Խնդրենք ամենակալից, որ իր Սուրբ Աջի պահպանությունն ու հովանին եւ Քրիստոսադրոջ Սուրբ Էջմիածնի առատ օրհնությունները միշտ տարածյալ լինեն մեր ազգի եւ հայոց աշխարհի վրա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը եւ խաղաղությունը թող լինեն մեզ եւ ամենքի հետ այսօր եւ միշտ եւ հավիտյանս ամեն։